Վարչապետ Փաշինյանն էլ ավելի է սրում բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ իր հռետորաբանությունը ու մի նոր մեղադրանք վերագրում, դարձյալ առանց կոնկրետ ապացույցի։ Մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ այդ թվում, որ ճշտման փուլում է, այդ թվում Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետությունում են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու եւ այլ։ Երեկվա հարցազրույցում Փաշինյանն ավելի հեռուն գնաց ու պնդեց, թե Մայրաթոռը փորձում է պետության մեջ որպես օտարերկրյա պետություն դիրքավորվել ու ոչ ավելի ոչ պակաս բարձրաստիճան հոգևորականներին ծայրահեղ իսլամիստների հետ համեմատեց։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։ Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները լրացնում են անձամբ կաթողիկոս Գարեգին II-ի մասին արված նախորդ դարձյալ իրենց ունեցած տեղեկությունների հիման վրա արված պնդումների շարքը։ Ամիսներ առաջ օրինակ Փաշինյանը պնդեց, թե կաթողիկոսը օտարերկրյա գործակալ է։ Որևէ փաստ սակայն այդպես էլ չներկայացրեց։ Իրավապահներն էլ մինչ այս պահը ոչինչ չեն հայտնել։ Եթե այդպիսի փաստեր կան, ինչու դրանք չեն հրապարակվում, ինչու քրեական գործեր չեն հարուցվում։ Տեսեք, դուք ասում եք քրեական գործեր թող հարուցվեն, քրեական գործեր են հարուցվում, ասում են ոնց բանի հոգևորականների դեմ քրեական գործ եք հարուցում, ոնց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել։ Եթե հենց նույն պետություն ունենար անհերքելի փաստեր, որ այդպիսի գումարներ են գալիս, չգիտեմ, գումարներ են լվացվում, ուղղվում են այլ նպատակների, դա քողարկված ինչ որ մեխանիզմ է, դուք պատկերացնում եք հիմա ինչ գործընթացներ տեղի կունենային։ Չեղած տեղն են արքեպիսկոպոս դատապարտել։ Մայրաթոռի շահերը ներկայացնող փաստաբան Արմին Էֆանյանն ընդգծում է, եթե իշխանությունները ձեռքի տակ իրական փաստեր ունենային, ապա վաղուց իրավական գործընթաց կսկսվեր, Գարեգին II-ն էլ արդեն բանտում կլիներ։ Փաստաբանի պնդմամբ վարչապետի հայտարարությունները վկայում են, Մայրաթոռի դեմ պայքարն այլևս անթաքույց է, տեղի ունեցողն էլ ոչ այլ ինչ է, քան ինֆորմացիոն պատերազմ։ Սա ուղղակի եկեղեցու դեմ մղվող պայքարի արդեն ինֆորմացիոն պատերազմն է, որտեղ անընդհատ ինֆորմացիոն դաշտ շպրտվում են տեղեկություններ, որպեսզի ներազդեն մեր հասարակության ընկալման վրա։ Ի պատասխան իշխանությունների գործողությունների Մայրաթոռը պարբերաբար հայտարարություններ է տարածում ու ընդգծում, դրանք հակասահմանադրական են։ Երեկ էլ Քահանայից հավաքի մասնակիցները մեջբերեմ վերահաստատել են իրենց հավատարմությունն ամենայն հայոց հայրապետին։ Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու եւ եկեղեցականների թիրախավորմամբ եւ հետապնդումներով խաթարվել է ազգային եւ եկեղեցական մեր կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ եւ լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին ցավոք նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։ Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ անշեղորեն հետևենք առաքելական մեր Սուրբ եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը եւ առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը։ Այսօր էլ կաթողիկոսն ընդունել է եկեղեցին իր ձևով պաշտպանելու մասին հայտարարությունից հետո կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամին։ Ըստ Մայրաթոռի տարածած հաղորդագրության նրանք քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների ու Կարապետյանի նկատմամբ շարունակվող իրավական գործընթացները, խոսել են նաև մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին, այլ մանրամասներ չկան։